Երևանում կայացել է Ախուրյան Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը։ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանային անցակետում ջրառ ընկերության վարչական շենքում կայացած հանդիպումից հետո ջրառի տնօրենը հավաստիացրել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են փոխշահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Խոսեցի Իլհամ Ալիևի հետ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ դրա շարունակական առաջընթացի կարեւորությանը։ Գրել է Էմանուել Մակրոնը։ Մենք նաեւ քննարկեցինք տարածաշրջանային հարցեր եւ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի թիվս այլ թեմաների անդրադարձել է նաև հայ-վրացական հարաբերություններին եւ դրանց միջամտելու իր իսկ ձևակերպամբ եվրոպական ջանքերին։ Նրա դիտարկմամբ եվրոպական բյուրոկրատիան փորձում է Վրաստանին Հայաստանի դեմ հանել։ Տեղական գործակալները ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են ինչ-որ կերպ հակադրել մեզ Հայաստանի հետ, այդ թվում համեմատությունների միջոցով, բայց ապարդյուն։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Պարզվում է Եվրոպայի լճացման եւ այլ խնդիրների հետ մեկտեղ եվրոպացի բյուրոկրատները նաեւ աշխարհագրության դասերից լավ չեն։ Եվրոպական բյուրոկրատիային չի հաջողվի Վրաստանին Հայաստանի դեմ հանել։ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել եւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում երկու հարսանիքում միաժամանակ ապրել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ միաժամանակ գտնվելը ըստ սահմանման անհնար է։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ նստել երկու աթոռի վրա, ինչը վնասում է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Պուտինը առաջարկել էր Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում քննարկել Եվրամիության հետ Հայաստանի գործակցության հարցը։ Միաժամանակ երկու միություններում գտնվելը ըստ սահմանման անհնար է, ինչպես ասում են, Հայաստանի մոտ չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում ապրել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երեխայի ծնողները կարող են աշխատանքից բացակայել առանց աշխատավարձի պահմամբ։ Կառավարությունը քննարկել է ծնողական ժամ հասկացության ներդրման նախագիծը։ Նախատեսվում է մինչև 2 երեխա ունեցողներին հատկացնել օրական մինչև 30 րոպե, իսկ 3 եւ ավելի երեխա ունեցողներին մինչև 1 ժամ։ Ծանր հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում ժամաքանակը նույնպես կկազմի մինչև 1 ժամ, անկախ երեխայի թվից։ Պաշտոնյաների խոսքով կൂട്ടակային մեխանիզմ չի նախատեսվում, իսկ նախագիծը կկիրառվի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից, այն է բացակայել աշխատանքից աշխատավարձի պահպանմամբ։ Կառավարությունը հաստատել է ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը։ Որոշումն ընդունվել է գործադիր մարմնի նիստի ժամանակ։ Այս համաձայնագիրը ստորագրվել է 25 թվականի հունիսի 5-ին եւ միտված է տվյալ ոլորտում համաձայնագրի մասնակից պետությունների ձեռնարկությունների միջև փոխշահավետ եւ արդյունավետ գործակցության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը։ Կառավարությունից վստահեցնում են, որ համաձայնագրի իրականացումը բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի շահագրգիռ պետական մարմինների, ոլորտի արդյունաբերական ձեռնարկությունների եւ կազմակերպությունների գործակցության, ծանր մեքենաշինության ոլորտի գիտատեխնիկական նվաճումների արդյունաբերության մեջ ներդրման եւ կիրառման, ձևավորված մրցակցային միջավայրում ոլորտի աջակցման եւ արտադրանքի առաջմղման համար։ Ռոսելխոզնadzորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով եւ առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Սահմանափակումները կգործեն մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը եւ դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։
Հայաստանի տարածքից Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Ժամանակավոր արգելքը կգործի այս տարվա հուլիսի 6-ից։ Կառավարությունից նշում են, որ վերջին տարիների Սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Սևանալճում Սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը։ Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել 25-29 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրում։ Նախագծով առաջարկում են բարձրացնել 1 տոհմային խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը մինչև 1,1 միլիոն դրամ, փոխհատուցման չափը հասցնել մինչև 50%-ի, իսկ վարկերը տրամադրել 0% տոկոսադրույքով 18 ամսվա արտոնյալ ժամկետով։ Գործադիրի գնահատման փոփոխությունները կխթանեն ծրագրի մասնակցությունը, կավելացնեն անասնագլխաքանակը եւ կբարձրացնեն կաթի արտադրությունը։ Սվարթնոց միջազգային օդանավակայանը ստացել է օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրում, հեղինակավոր միջազգային գնահատական։ Օդանավակայանի հաղորդմամբ ծրագիրը գնահատում է ուղևորների սպասարկման որակը եւ նպաստում դրա բարելավմանը վերապատրաստումների ու կառավարման արդյունավետ մեխանիզմների միջոցով։ Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի հետ բանակցությունների ժամանակահատվածում կասեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցների գործողությունը։ Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել։ Ոչ, մենք ոչինչ չենք առաջարկել։ Իրանն ու Միացյալ Նահանգները շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտարարել է Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի 14 կետից բաղկացած առաջարկի տեքստերի հիման վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին հայտնել էինք, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։ Տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ Ուկրաինական անօթաչուների հարձակման հետևանքով Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում 2 մարդ է մահացել, կան նաև տուժածներ։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբ հրդեհ է բռնկվել քաղաքի նավթավերամշակման գործարանում։ Ռոստովի մարզի Շոլոխովի շրջանի Վեշենսկի անտառատնտեսության տարածքում էլ դրոնների բեկորների ընկնելու հետևանքով անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են։ Բելարուսում միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում հատուկ զինամթերքով Իսկանդեր-M հրթիռներ են տեղակայվել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ միջուկային զինամթերքը հասցվել է հրթիռային բրիգադի դիրքային գոտու դաշտային պահեստային կետեր։ Ագրեսիայի սպառնալիքի դեմ ուղղված միջուկային ուժերի պատրաստման եւ կիրառման զորավարժություններն անցկացվում են մայիսի 19-ից 21-ը։ Վարժանքներին մասնակցում են ավելի քան 64000 զինվորականներ եւ ավելի քան 7800 միավոր տեխնիկա։ Այսօր միջին կենսաթոշակն ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Այսօր մինչև 18 տարեկան եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիները օգտվում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից։ Այն թափցիների հետ հանդիպման ընթացքում նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացրել Արարատի մարզի մի շարք բնակավայրերում։ Նրանք քաղաքացիներին են ներկայացրել նախորդ տարիներին երկրում իրականացված կապիտալ ներդրումների արդյունքները։ Այս տարվա մեջ 235 միլիոն դոլարի նախագիծ ընթացքի մեջ է։ Այսինքն մեր process-ները գնալով արագանում են։ Եվ ես ուզում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ում ճանապարհը դեռ նորոգված չի, ում երեխայի մանկապարտեզը դեռ կառուցված կամ հիմնանորոգված չի, ում երեխայի դպրոցը դեռ կառուցված եւ հիմնանորոգված չի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի։ Քարոզարշավի 14-րդ օրը ԲՀԿ ղեկավարը կոչ է անում չհուսահատվել, փոխարենը հունիսի 7-ից Գագիկ Ծառուկյանի խոսքով սկիզբ են դնելու նոր հաղթանակների, վերականգնելու հայի արժանապատվությունը։ ԲՀԿ ղեկավարը Մեղրիից Ագարակ է ուղևորվել, ինչպես յուրաքանչյուր բնակավայրում, այստեղ եւս նրան հարազատի պես են դիմավորել։ Առողջանեք, ամուր, երկարապեք։ Իրար հետ, այո։ Ինչ որ ասել եմ։
Մեկին 10 անելու է։ Ես այդ վստահությունը հավատքը Ժորժան չեմ կորցնելու։ Չենք էլ կասկածում լավ եղեք։ Լավ է, ձեզ աստու կամով։ Կապանցիներին ուղված խոսքում Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է հասարակ գյուղացուն, նշելով, որ գրեթե բոլորը վարկերի պարտքերի տակ կքած են, իսկ թոշակի 10,000 դրամ բարձրացումը ըստ Ծառուկյանի այսքան թանկացումների մեջ որևէ դեր չի կարող ունենալ։ Ծառուկյանը կարևոր է համարում նաև մասշտաբային համաներում շնորհելու անհրաժեշտությունը։ Սաղ բերդերը լիքն են, տեղին թե անտեղին մարդիկ, հակառակ են խոսացել, պաստար են ճղել, բերդերում տեղ չկա, կալանավերում տեղ չկա, հիմա ինտելային կալան։ Մինչև 10 տարի էլ ներում ենք շնորհելու, որ այդ մարդկանց հնարավորություն տրվի, գնան հասնեն իրենց ընտանիքներին, իրենց կանանց, իրենց բալիկներին եւ ծնողներին։ Ժողովուրդը կեղծ խոստումներից ատելության խոսքից արդեն հոգնել է, ասում է ԲՀԿ ղեկավարն ու հավելում, պոպուլիզմին պետք է փոխարինեն գործը, արդյունքն ու հանրային համերաշխությունը։ Կոտայքի Շիրակի մարզային այցելությունների ընթացքում Հայաստան դաշինքը ավելի շատ կենտրոնացել է անվտանգության եւ սահմանային խնդիրների, տնտեսության վերականգնման, գյուղատնտեսության զարգացման վրա։ Դաշինքը խոստանում է սահմանամերձ բոլոր գյուղերում ծնված յուրաքանչյուր երեխայի համար մինչև չափահաս դառնալը պետությունը կհատկացնի ամսական 60,000 դրամ։ Եթե մենք ուզում ենք ունենալ գյուղեր, գյուղում պետք է լինի դպրոց։ Մենք երբեք չենք կառուցել դպրոցներ, այլ դպրոցներ փակելու համար։ Դաշինքի համար շատ ավելի կարևոր ծրագրային դրույթներից են եղել նաև պետական ինքնիշխանության եւ անվտանգային մարտահրավերներին դիմակայելը, իշխանությունների արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային զարգացման ծրագրերը։ Իմ շփումներով Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի վարչապետի, Իտալիայի ավելի ակտիվ էին այդ շփումները, քան հիմա։ Գյուղական համայնքներում հանդիպումների ընթացքում Հայաստան դաշինքի ներկայացուցիչները հիմնական շեշտը դրել են ոչ թե կոնկրետ տեղական ասֆալտ, ջուր, գազ խոստումների, այլ ավելի լայն քաղաքական եւ անվտանգային օրակարգի վրա։ Մարդկանց հետ մեր զրույցները շատ ջերմ էին, մեծ ողջավորություն ստացանք մարդկանց հետ շփումներից։ Դաշինքը նպատակ ունի վերականգնել ուժեղ պետությունը, ապահովել անվտանգությունը, կանխել նոր պատերազմական ռիսկերը, ինչպես նաև վերականգնել տնտեսությունը եւ ներդրումային միջավայրը, աջակցել ԵԱՏՄ ուղղությանը եւ տնտեսական ինտեգրմանը, բարձրացնել կենսամակարդակը եւ աշխատատեղեր ստեղծել։ Խմելու ջուրը sense քանորա գնում կորում։ Շենգավիթում խմելու ջուրը մի քանի օր է աննպատակ հոսում է, խողովակն է վնասվել, ջուրը նույնիսկ տներ ու բակեր է լցվում։ Բալի ժողովուրդ։ Ջուրը Վիոլիա ջրից բնակիչներին պատասխանել են, որ ընկերությունն իր հասանելի կորսն արել է, մինչդեռ խմելու ջուրն այս օրերին ոչ մի րոպե չի դադարել հոսել։ Համ ջուրն է افسوس, համ երեխեքն են մենք, համ մենք ենք մենք, որ սենց վիճակով ապրում ենք։ Բա վիոլա ջուր չեք զանգել ժողովուրդ։ Եկել են, սենց թանդել են, չեն կարողացել սարքել, գնացել են։ Բայց այս ճունել գնում կորումա, չէ։ 5 օր, 4-րդ օրն այսօր այս վիճակի մեջ ենք մենք։ Իսկ թաղապետարան զանգել է քաղաքապետ։ Իրանք են զանգել, եկել են սարքել են։ Էսի սարքելա։ Էսի կոշմա սարքել։ Են որ ասма հունքը սարքելու փոխային աշկն են անել։ Աշկն են հանել, այո։ Ու այս խմելու ջուրը տոննաներով գնում կորումա։ Այո։ Երևանցիներն էլ ստիպված քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում։ Ուզում են, որ արագ գործեն, ասում են բազմաթիվ ընտանիքներ կան խմելու ջուրը գնում են, մինչդեռ այստեղ այն աննպատակ կորչում է։ Մայիսի 20-ին Սարալանջի փողոցում Hyundai-ին բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին, 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրանք տեղափոխվել են Հրացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ